Ողջույն, այսօր մենք միասին մի շատ հետաքրքիր և ոտքից գլուխ ճամփորդություն ենք կատարելու մարդու մարմնով։ Մենք կփորձենք պարզել, թե ալկոհոլն իրականում ինչ զարմանալի և անսպասելի ազդեցություն է թողնում մեր կենսական համակարգերի վրա։ Դե ինչ, եկեք անմիջապես սկսենք։ Նայեք այս թվին, վիճակագրության համաձայն մեծահասակների գրեթե 87%-ը իր կյանքի որևէ փուլում ալկոհոլ է օգտագործել։ Պատկերացրեք, սա վերաբերում է ձեր ճանաչած գրեթե յուրաքանչյուր 10 հոգուց 9-ին, բայց արի ու տես, որ շատ քչեր են իրականում գիտակցում այն կենսաբանական ազդեցությունը, որը թաքնված է այդ ըմպելիքների հետևում։ Ուրեմն հարց է առաջանում, ինչ է իրականում կատարվում ձեր օրգանների հետ խմելիս։ Մեր այսօրվա վերլուծության մեջ մենք մի կողմ ենք դնելու բարեխոսությունն ու քննադատությունը և հիմնվելու ենք զուտ բժշկական գիտության և փաստերի վրա։ Նպատակն այն է, որ դուք կարողանաք լիովին տեղեկացված ընտրություն կատարել ձեր առողջության վերաբերյալ։ Մեր այսօրվա ճանապարհային քարտեզը շատ պարզ է։ Կսկսենք ուղեղից, քիչնենք դեպի սիրտ, կանցնենք լյարդին, կխոսենք քաղցկեղի թաքնված ռիսկերի մասին և վերջում կհասնենք ամենալավ նորությանը՝ ապակինմանն ու օրգանիզմի վերականգնմանը։ Բաժին առաջին՝ ձեր ուղեղը և ալկոհոլը։ Սկսենք ամենավերևից ու հասկանանք, թե ինչպես է այն ազդում մեր ամենաբարդ օրգանի վրա։ Բոլորս էլ գիտենք առաջին բաժակի էֆեկտը՝ դոֆամինի հաճելի հոսք լարվածության թոթափում, բայց ահա ամենամեծ հեգնանքը՝ ժամանակի ընթացքում քրոնիկական խմելն անում է ճիշտ հակառակը։ Այն բառացիորեն նվազեցնում է ձեր ուղեղի դոֆամին արտադրելու բնական կարողությունը և ֆիզիկապես փոփոխում է ուղեղի կառուցվածքը։ Դուք կորցնում եք հենց այն քիմիական նյութը, որն ի սկզբանե փնտրում եք ալկոհոլի մեջ։ Անցնենք երկրորդ բաժնին՝ սիրտանոթային և իմունային համակարգ։ Ուղեղից իջնելով ներքև տեսնում ենք, թե ինչպես է ալկոհոլը հարվածում սրտանոթային և իմունային համակարգերին։ Ալկոհոլը ֆիզիկապես թուլացնում է սրտի մկանը։ Պատկերացրեք մի հին ձգված ռետինե ժապավեն, որն էլ չի կարողանում հետ գալ իր նախկին վիճակին։ Բժշկության մեջ սա կոչվում է կարդիոմիոպաթիա։ Սիրտը կորցնում է իր առաձգականությունը և այլևս չի կարողանում արյունը նորմալ և արդյունավետ մղել օրգանիզմով։ Բայց սա դեռ ամենը չէ։ Սիրտը թուլացնելուց բացի ալկոհոլն առաջացնում է նաև անկանոն խփոսներ և կարող է բորբոքել արյունատար անոթները, ենթաստամոքսային կեղձում առաջացնելով պանկրեատիտ ու մի շատ զարմանալի փաստ խմելուց հետո։ Նույնիսկ մինչև 24 ժամ անց հենց ձեր իմունիտետն այնքան է ընկնում, որ դուք շատ ավելի խոցելի եք դառնում։ Նույնիսկ այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են թոքաբորբն ու տուբերկուլյոզը։ Անհավանական է, չէ՞։ Երրորդ բաժին՝ լյարդի ծանր բեռը։ Հասանք մեր օրգանիզմի գլխավոր ֆիլտրին, որն իր վրա է վերցնում ալկոհոլի 90%-ի մշակումը։ Որպեսզի լիովին հասկանանք այս օրգանի վրա ընկած բեռը, եկեք նայենք այս վիճակագրությանը։ Միայն Մեծ Բրիտանիայում լյարդի հիվանդությունների 10 դեպքից 6-ը անմիջականորեն կապված են ալկոհոլի հետ։ 10-ից 6-ը սա ահռելի փիլտ։ Ինչպես է զարգանում այս վնասը։ Ամեն ինչ սկսվում է բջիջներում, ճարպային աննկատ կուտակումներից։ Եթե մարդը շարունակում է խմել, այն վերածվում է վտանգավոր բորբոքման, որը հայտնի է որպես ալկոհոլային հեպատիտ, և ի վերջո հանգեցնում է անդառնալի սպիազման, սիրոզի, որն արդեն անդառնալի փոփոխություն է։ Իսկ գիտեք որն է այստեղ ամենավտանգավորը։ Այն, որ սկզբնական փուլում լյարդի վնասումը լիովին լուռ է։ Երբ դուք արդեն սկսում եք զգալ ցավեր, ստամոքսի աջ հատվածում կամ նկատում եք դեղնախտի նշաններ, դա նշանակում է, որ վնասն արդեն խիստ ծանր է և հասել է շատ վտանգավոր փուլի։ Չորրորդ բաժին՝ քաղցկեղի թաքնված ռիսկերը։ Սա մի թեմա է, որի մասին շատերը չեն սիրում խոսել, բայց այն խիստ կարևոր է։ Ըստ վիճակագրության Միացյալ Նահանգներում քաղցկեղից մահացության բոլոր դեպքերի մոտ 3.5%-ը ուղղակիորեն կապված է ալկոհոլի հետ։ Որպեսզի պատկերացնենք, դա մոտավորապես 20,000 մահվան դեպք է, 20,000 կյանք, որոնք հնարավոր է փրկել։ Գիտությունը հստակ ապացուցել է կապը ալկոհոլի օգտագործման և բերանի խոռոչի, կերակրափողի, լյարդի, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղի ռիսկի մեծացման միջև։ Եվ վերջապես 5-րդ բաժին՝ հետադարձ գործընթաց և ապաքինում։ Եթե մինչև հիմա թվերը մի փոքր մռայլ էին, ապա այստեղ լավ նորություն ունեմ։ Մեր օրգանիզմը վերականգնվելու աներևակայելի ու անհավանական կարողություն ունի։ Լյարդը, օրինակ, իսկական հերոս է։ Դա մի խիստ ճկուն օրգան է։ Եթե որոշեք դադարեցնել խմելը, լյարդի վաղ շրջանի ճարպային հիվանդությունը և նույնիսկ մեղմ հեպատիտը կարող են, այո, ամբողջությամբ անհետանել։ Օրգանիզմն ինքն իրեն կբուժի։ Դրա համար են բժշկական այս ուղեցույցները։ Ալկոհոլի չափաբաժինը շաբաթական մաքսիմում 14 միավորից չպիտի անցնի, ընդ որում 1 միավորը համապատասխանում է 25 մլ. Կամ ուղղակի պետք է ալկոհոլից լիովին զերծ օրեր ունենալ։ Սրանք ուղղակի ձանձրալի կանոններ չեն, դա ձեր մարմնին տրված վերագործարկման հնարավորություն։ Դոֆամինի ընկալիչները վերականգնվում են, իմունիտետն ուժեղանում է, իսկ լյարդը վերածնվում է։
Եվ հիշեք, եթե զգում եք, որ մասնագետի օգնության կարիք ունեք, երբեք մի հապաղեք դիմել աջակցության։ Դե ինչ, հիմա դուք հստակ գիտեք այն անտեսանելի ճանապարհը, որն անցնում է ալկոհոլը ձեր օրգանիզմում։ Մենք պարզապես ձեզ փոխարինեցինք փաստերը, հաշվի առնելով յուրաքանչյուր բաժակի հետևում կանգնած լուր կենսաբանական արժեքը։ Ինչ որոշում կկայացնեք դուք հաջորդ անգամ բաժակ բարձրացնելիս։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք։